Իրականում Հենրիի ու Անգելինայի բաժանումը վերջին զանգ սերիալի ընթացքի ամենաազդեցիկ շրջադարձերից էր։ Նրանք բաժանվել են ոչ թե սեփական ցանկությամբ, այլ ծանր ու խառնաշփոթ հանգամանքների բերումով։ Հարսանիքի օրը հենց ամենակարևոր պահին Հենրին հեռացավ իր համար իսկապես ցավոտ որոշումով։ Պատճառն այն տեղեկությունն էր, որ ինքը եւ Անգելինան հարազատ քույր ու եղբայր են։ Այս բացահայտումը խառնեց ամեն ինչ, ոչ միայն նրանց, այլև բոլոր հարազատների կյանքը։ Անգելինան մնաց անտեղյակ իր շուրջը տեղի ունեցող խաբեությանն ու լռությանը, իսկ Հենրին գնաց, զոհաբերելով սեփական երջանկությունը։ Այս ամենի ֆոնին վերջին զանգ հեռուստասերիալը շարունակում է մնալ հայկական եթերի ամենաբարձր վարկանիշ վայելող նախագիծը։ Յուրաքանչյուր սերիա գրեթե 500,000 դիտում ունի, դառնալով ոչ միայն դիտված ու սպասված, այլև ամենաքննարկվող սերիալներից մեկը։ Հետևորդներն ու հանդիսատեսը հատկապես այս շրջանում միայն մեկ հարց ունեն՝ երբ են միավորվելու Հենրին եւ Անգելինան։ Կամ գուցե Հենրին վերջում իմանա, որ Անգելինան իր քույրը չէ ու հաշտվի նրա հետ, իսկ Անգելինան այդպես էլ չիմանա, թե ինչ ճշմարտություն է մնացել փակագծերի հետևում։ Այս բոլոր հարցերի պատասխաններն ունին միայն մեկ մարդ՝ Դիանա Գրիգորյանը։ Վերջին զանգ սերիալի սցենարիստն ու պրոդյուսերը տեսանյութ է հրապարակել իր էջում, որում անձամբ անդրադառնում է այդ հարցին, թե երբ են հաշտվելու Հենրին եւ Անգելինան։ Դիանա Գրիգորյանը տեսանյութում ասում է, որ հազարավոր նամակներ է ստանում այդ հարցով, եւ պատասխանը միայն նրա մոտ է, պատասխան, որին բոլորն էին սպասում։ Ներկայացնում ենք Դիանա Գրիգորյանի խոսքը՝ հաճելի դիտում։ Ողջույն սիրելի հետևորդ, ինչպե՞ս եք։ Հարցախ խեղդ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ։ Շուտով, շատ շուտով։ Շատ եք ուզում կրկին ականատես լինել իրենց սիրո գեղեցիկ տեսարանների։ Կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ։ Համբերությունը ուժ է տալիս։ Շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրենց զույգը կրկին միավորվի եւ դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։